Սենադեքսին, Զարովի Ուկրաինա արտադրված դեղի դրոշմապիտակը փակցված է այս սեկտորի ակցիոնի կեղծված տարբերակի վրա։ Դեղերի եւ դեղագործական գործունեության վերահսկողության բաժնի պետ Վահե Մինասյանը թաքստեմպ բջջային հավելվածի օգնությամբ ցույց է տալիս, թե կեղծված դեղի վրա ինչ դրոշմապիտակ է ամրացված։ Առողջապահության նախարարությունը Երևանի եւ մարզերի 19 դեղատներում հայտնաբերել է կեղծ դեղեր։ Դրանց ցանկում են եղել զարկերակային ճնշումը կարգավորող պրեստանս եւ հակաբիոտիկ ցեֆտրաքսիոն աստերիա դեղերը։ Աստերիա ՍՊ-ն հանդիսանում է ցեֆտրաքսիոն աստերիայի ներկայացուցիչը։ Նրանց բողոք դիմումի հիման վրա մենք վարչական վարույթներ ենք իրականացրել եւ որի արդյունքում հայտնաբերել ենք ցեֆտրաքսիոն աստերիայի կեղծ դեղեր։ Կեղծ դեղերի առգրավված խմբաքանակն առողջապահության տեսչությունն ուղարկել է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն փորձաքննության, որը կպարզի դրանց բաղադրությունն ու վնասակարության աստիճանը։ Մինչև այդ կեղծված պրեստանսը օրիգինալից տարբերելու համար մասնագետներն առաջարկում են նայել սերիական համարին, օրիգինալի վրա այն 6-անիշը, կեղծ դեղի վրա 7-անիշ։ Տարբերվում է շտրիխ կոդը, որը բնութագրվում է դեղի արտադրման վայրը եւ հիմնական պետությունը, կեղծված է տուփի կտրվածքները, այդ գրպանիկները, որոնցով տուփը փակվում է, օրիգինատորից տարբերվում են։ Կարտոնը, որից պատրաստված է տվյալ փաթեթը, կարտոնը 1 մմ հաստություն ունի, իսկ փաթեթավորվածը 0.5 մմ հաստություն ունի։ Ցեֆտրաքսիոն աստերիայի օրիգինալ սրվակն ունի 6 սանտիմետր երկարություն, մինչդեռ կեղծված հակաբիոտիկի սրվակն ավելի կարճ է։ Նախարարի հրամանով այսօրվանից հանրապետության 1700 դեղատներից կեղծված դեղերը հետ կկանչվեն ու կոչնչացվեն։ Հարուցվել է քրեական գործ։ Դեղերի կեղծումը ծանր հանցագործություն է եւ պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով։ Մարիաննա Դանիելյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։